Լավն է էլի մեր ֆուտբոլը։ Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում է դար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը։ Բարի երեկո, պարոն Աղաջանյան։ Բարի ձեզ։ Ինչպես է առաջացել հետաքրքրվածությունը ֆուտբոլի նկատմամբ։ Դե շատ վաղ մանուկ հասակից ու դժվար թե մտաբերեմ, թե առաջի այդ կայծը որտեղից է եղել։ Ամենայն դեպս շատ վաղ հասակից։ Դուք տարատեսակ ծրագրեր եք իրականացնում, ֆուտբոլի նկատմամբ ուշադրությունը եւս մեծ է, բայց մեր հեռուստադիտողները կարող է եւ այդքան լավ տեղյակ չեն, մի փոքր խոսենք ձեր ֆուտբոլային գործունեության մասին։ Անկեղծ ասած, այդ ֆուտբոլային մասով շատ մեծ գործունեություն չենք ծավալում եւ դրանով բարձրանալու շատ բան չունենք, բայց հիմնադրամը, որը որ ընտանեկան հիմնադրամը, արդեն 19 տարեկան է եւ բազմաթիվ մշակութային, սպորտային, նաեւ ֆուտբոլային որոշակի իրադարձություններ է կազմակերպում, պարբերաբար եւ այդպես։ Արդեն մի քանի տարի է Գեղարքունիքի մարզում Գագարին Քափ մրցաշարն եք անցկացնում, այդ մրցաշարի մասին արդյոք շարունակական է լինելու, ինչ նորություններ կան մրցաշարի վերաբերյալ։ Փորձում ենք շարունակական դարձնել այդ մրցաշարը, ինքը պարզապես հնարավորություն անձեռնում տեղի այդ Գագարին նախագծի շրջանակներում նաև ֆուտբոլային կյանքը ակտիվացնել, թե ինչպես է ստացվում դժվարանում եմ ասել, բայց որ դրա հետևանքով երեխեքը սկսել են ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլով հետաքրքրվել եւ փորձել իրենց ճանապարհը ընտրել դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ, այդ կա, որը որ շատ ուրախացնում է մեզ։ Մեր նշած այդ ծրագրերի մեջ կարծես ֆուտբոլի ուրույն դերն ունի, հիշում եմ իմ գյուղի թիմն էլ մի անգամ ձեր կազմակերպած մրցաշարին մասնակցել է, արդյոք ավելի հատուկ ուղղվածություն է ունենալու ֆուտբոլի նկատմամբ զարգացվածությունը ավելի նոր մակարդակի բերելը, թիմերի քանակի ավելացում եւ այլն, ինչ եք նախատեսում օրինակ այս տարի։ Այս տարի եւս լինելու է Գագարին Քափը, բայց եթե ուզում եք իմանալ, թե ինչ ազդեցություն ունի կամ ինչ մաս է կազմում մեր ընդհանուր նախագծի, Գագարին նախագծի, այդ մի հատված է, որը որ ամբողջական այդ նախագծի ընդհանուր եզրույթները կամ ինչ որ գործառույթները կարող է շատ օրգանիկ կերպով լրացնել։ Եվ բոլորս գիտենք, որ ֆուտբոլը շատ մեծ ներուժ ունի ընդհանուր մեր կյանքը բարելավելու։ Այդ առումով մենք շատ մեծ ակնածանքով ենք մոտենում այդ մեր նախագծի այդ հատվածին։ Պարոն Աղաջանյան, հասցնում եք հետևել հայկական ֆուտբոլին, մասնավորապես մեր ակումբների ելույթներին, արտերկրում շատ ֆուտբոլիստներ ունենք ելույթ ունեցող։ Իհարկե հետևում եմ, բայց եթե պատկերացնեք, որ ես այդքան լավ գիտակ եմ մեր հայկական ֆուտբոլի եւ մեր խաղացողների արտերկրներում, չէ։ Իսկ մեր ակումբների ելույթների մասին ինչ կասեք։ Վերջին տարիներին մենք ունենք որոշակի հաջողություններ եվրագավաթային մրցաշարերում, մեր 3 ակումբներ մասնակցեցին եվրագավաթներին։ Շատ ճիշտ ասացիք, որոշակի հաջողություններ, որի համար ուրախանում ենք, նաեւ պարտություններից տխրում եմ, բայց իմ կարծիքով մեր հաջողությունները, իրական հաջողությունները դեռ առջևում են եւ իրենք շատ ավելի շռայլ կլինեն եւ ավելի շատ բազմազան կլինեն, որովհետեւ մեր ֆուտբոլը բավականին մեծ պոտենցիալ ունի եւ իր պոտենցիալը կոնկրետ ինչ որ տեղերում է, որ պիտի զարգանա ըստիս։ Մենք ֆուտբոլային երկիր համարվում ենք։ Իհարկե, նաեւ ֆուտբոլային երկիր։ Դե խոսքը այս պարագայում երկրպագուների մասին է, ֆուտբոլային մշակույթ ունենալու մասին է, որովհետև շատ քննարկվող թեմա է ու այստեղ կարծես կարծիքները շատ հակասական ու տարբեր են։ Կան շատ մարդիկ, որոնք օրինակ շատ հստակ ասում են, որ մենք խոսքը ոլորտի ներկայացուցիչների մասին է բնականաբար, որ մենք ֆուտբոլային երկիր չենք համարվում, որովհետև սա է խնդիր, նա է խնդիր, նույն երկրպագուական մշակույթ եւ այլն։ Ինչպես զարգացնել ֆուտբոլային մշակույթը, լավ։ Համաձայն չեմ,
այդ կարծիքի հետ, ամենևին համակարծիք չեմ, որովհետև ֆուտբոլային երկիր համարվելու համար, այդ գնահատականը տալու համար մենք պիտի ամբողջ մեր ֆուտբոլային ճանապարհը գնահատենք։ Եվ ինչ որ մի հատվածում, եթե մենք թերանում ենք ու այդ ոլորտում այն զարգացումները, այն զարգացվածության աստիճանը չունենք, որը որ մենք ակնկալում ենք, դա պիտի թույլ չտա մեզ համարվելու ոչ ֆուտբոլային երկիր։ Մենք շատ լավ ավանդույթներ ունենք մեր ֆուտբոլում, որով հպարտանում ենք, բարձրանում ենք, ու այդ նույն երկիրն է, նույն ժողովուրդն են, որոնք որ ունեցել են այդ հաջողությունները ու համոզված եմ դեռ կունենան։ Ուրիշ բան է, թե ինչ պատճառով, որ պատճառներն են բերում նրան, որ մենք փորձում ենք մեզ համարել ոչ ֆուտբոլային երկիր։ Դրանք տարբեր են ու որոշ պատճառներ ակնհայտ են, հենց առերևույթ են, որոշ պատճառներ թաքնված են, որոնց հետևից պիտի գնանք, պրպտենք, բերենք, վերհանենք, խոսենք դրա մասին, բայց որ մենք մեծ պոտենցիալ ունենք, ֆուտբոլային պոտենցիալ ունենք ու մենք իրավունք չունենք մեզ համարելու ոչ ֆուտբոլային երկիր, դա ակնհայտ է։ Դուք Կիպրոսում եւս գործունեություն եք ծավալել, կարող ենք համեմատել Կիպրոսի ֆուտբոլային մշակույթը, ենթակառուցվածքները Հայաստանի հետ, տարբերությունը շատ մեծ է։ Իմ կարծիքով տարբերությունը մեծ է, Կիպրոսը համարվելով ոչ ֆուտբոլային երկիր, ամեն ինչ անում է, որ այդ որակումից դուրս պրծնի ու ինձ թվում է որոշ պարագաներում շատ հաջողվում է իրեն այդ անել։ Պատճառներից այն որ գիտենք ենթակառուցվածքների ավելի համակարգված ստեղծումը, կառուցումը եւ օգտագործումն է։ Բավականին շատ խմբեր ունեն, շատ մարզադաշտեր ունեն, որոնք որ միշտ լեցուն են ու լինելով մեզանից երևի 3 անգամ ավելի փոքրականակ երկիր, իրենք բավականին լուրջ թե համակարգված այդ ֆուտբոլի հետևորդների, թե ակումբների, թե իրենց այդ ֆուտբոլային կյանքի շուրջ այդ իրադարձությունները ավելի տեսանելի եւ հասու դարձնելու առումով, հա, իրենք ինչ որ մի քայլ առաջ են, բայց այդքան առաջ չեն, որ մենք մեր համար անհասանելի է։ Իսկ այդ ամենը խոսում է այն մասին, որ այնտեղ միգուցե ավելի համախմբված են ֆուտբոլի շուրջ, քան մեր երկրում։ Միգուցե, որովհետև իրենք կարողացել են այդ ֆուտբոլային, այսինքն իրենց այդ ազգամիջյան կամ իրար մեջ այդ թեժ պայքարը բերել նաև ֆուտբոլ, օրինակ իրենց մոտ կան թիմեր, որոնք երկրպագուները կոնկրետ քաղաքական կուսակցության հետևորդներ են։ Այդ շատ հետաքրքիր է ու այդ իրենց պայքարը, այդ ներքաղաքական պայքարը նաև այդ դրա միջոցով է դուրս պրծնում ու կարողանում են այդ շատ լավ օգտագործել, որը որ էլի վատ չի։ Պարոն Աղաջանյան, դուք 2019 թվականին առաջադրվել եք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին, որքանով եք պատրաստ ստանձնել պատասխանատու պաշտոն։ Այն ժամանակ։ Այո։ Գիտեք, երբ որ այդպիսի մի առաջարկ է ի հայտ գալիս, առաջանում, եւ դու սկսում ես համադրել քո հնարավորությունները, քո այդ ֆուտբոլի հանդեպ ակնածանքի աստիճանին, այդ հնարավորությունները շատ սուբյեկտիվ է գնահատելը եւ ես չեմ կարող իրականում պատասխանել, թե ինչքան պատրաստ էի այդ ստանձնելու։ Համենայն դեպս պիտի փաստենք մի բան, որ ֆուտբոլի կառավարումը հենց ֆուտբոլային լուծումների մեջ չէ։ Եթե մենք ուզում ենք ինչ որ կերպ որակել ֆուտբոլի կառավարումը, ֆուտբոլը իր տեսակով շատ հասկանալի, ստանդարտ ծառայություն մատուցող կազմակերպություն է։ Եվ պիտի կառավարվի հենց այդ գործառույթները օգտագործելով եւ այդ հնարքները օգտագործելով։ Ու իրենք շատ པարզ են, կան, ոչ մի բան պետք չի հնարել։ Եվ այստեղ էս մասով նորից կրկնում եմ, որ հենց զուտ ֆուտբոլային լուծումները շատ չնչին մաս են կազմում։ Եվ նպատակներն են շատ པարզ։ Եթե մեծ պատկերով պատկերենք, ոնց կարող ենք ֆուտբոլ բերել հնարավորինս շատ մարդ
խաղացող ներգրավվածություն ապահովել խաղացող երկրպագու մյուս հետևորդները, մյուս, այսինքն հարակից ոլորտներից ինչ որ շահառուներ, որոնք որ ներգրավեն, եւ այդ ներգրավվածությունը պիտի լինի որոշակի կանոնների, բովանդակության եւ արժեքների շուրջ։ Այսինքն այստեղ շատ պարզ է ու ֆուտբոլի կառավարման պատրաստ լինելը այդ կառավարման գործիքները կիրառելու առումով այդ յուրաքանչյուր այլ ծառայություն մատուցող կառավարության հիմնարկի կառավարման հմտություն պետք է ունենաս։ Այդ առումով ինչու ոչ, որովհետև այդ գործիքները շատ պարզ են ու այդ դրանից հետո արդեն գալիս է թե ոնց պիտի կիրառես այդ գործիքները, որպեսզի կարողանաս այդ հիմնական նպատակը իրագործես։ Այդ գործիքներն շատ պարզ են։ Մեր երկրում ցավոք սոցիալ-տնտեսական եւ այլ բազմաթիվ խնդիրներ կան, դժվարություններ կան, արդյոք այս դժվարությունները չեն խանգարում, որպեսզի ձեր նշած այդ պարզ մեթոդներ ավելի հեշտ կիրառվեն։ Բնական է սոցիալ-տնտեսական եւ ընդհանուր երկրի վիճակը ազդեցություն ունենում է յուրաքանչյուր ոլորտի վրա, ոչ միայն ֆուտբոլի, բայց մենք պիտի փաստենք, որ այդ աստիճանի ազդեցություն չունի, որ մենք լինենք այսօրվա այն վիճակում, որում որ մենք գտնվում ենք։ Այսինքն կարող ենք հաստատ ավելի լավ վիճակում լինել, քան հիմա։ Անխոս, անշուշտ կարող ենք լինել ու չնայած ես նշեցի, որ իր տեսակով ինքը հասկանալի կառավարվող ոլորտ է, բայց մենք խոսում ենք, մենք պիտի չմոռանանք, որ մենք խոսում ենք ֆուտբոլի մասին ու ֆուտբոլը ամենասիրված աշխարհում եւ ամենատարածված սպորտաձևն է եւ նորից պիտի նշեմ, անցած անգամ ես խոսեցի պարոն Հակոբյանի հետ իր հարթակում, որ ֆուտբոլը մեծ պատասխանատվություն ունի ու մենք ոչ թե պիտի խոսենք զուտ ֆուտբոլի այն հնարքները օգտագործել, որպեսզի ֆուտբոլը զարգանալու։ Ֆուտբոլը պարտավորություններ ունի շատ ոլորտներ զարգացնելու եւ շատ ոլորտներին նոր խթան տալու, մեր այս մթնոլորտը փոխելու եւ այստեղ մենք պիտի խոսենք հենց ֆուտբոլի պատասխանատվության մասին։ Եվ այդ առումով ինքը հենց կարող է քաշող հանդիսանալ նաեւ այդ մեր սոցիալ-տնտեսական եւ մյուս այդպես այդպես ասած թերի ոլորտները վեր քաշելու։ Ու շատ կարևոր է որ մենք խոսենք, դրա մասին շատ քիչ է խոսվում ու ես նաև ձեր այս հարթակն եմ դիտում, որը որ շատ հետաքրքիր է, որակով է, բայց մենք պիտի լայն խոսենք ֆուտբոլի մասին։ Մենք պիտի խոսենք, թե ֆուտբոլը ոնց կարող է համայնքաշեն լինի, քաղաքաշեն լինի, ֆուտբոլի եւ ժառանգության հարաբերությունները ոնց կարող են խթանել այդ ֆուտբոլի մեջ նոր ներդրումներ ներառելու։ Դա շատ կոնկրետ խոսակցություն է ու եթե ժամանակ ունենք, մենք կարող ենք դրա մասին խոսել։ Համենայն դեպս մենք այս առումով շատ բան ունենք հստակ ձևակերպելու, որպեսզի կարողանանք ֆուտբոլ հնարավորինս ինստիտուցիոնալ լուրջ ներդրողներ բերել։ Այդ գործիքները կան, այսօրվա նույնիսկ մեր այս վիճակում մեր պետությունը ունի այդ գործիքները, որ կարելի է գործածել եւ ֆուտբոլի մեջ լրացուցիչ շատ հասկանալի պինդ ներդրողներ ներգրավել։ Հասկանալի է, որ տարբեր երկրներում ֆուտբոլի զարգացման տարբեր մոդելներ են կիրառվում։ Տեսեք, այսքան երկար, շատ կարևոր հանգամանքներից ենք մենք հիմա խոսում։ Կա այնպիսի մոդել, խոսքը տվյալ ոլորտների, տվյալ ճյուղերի զարգացման մասին է, որը ձեզ դուր է գալիս եւ այդ մոդելը կիրառելու դեպքում մեզ մոտ կարող ենք փոփոխություններ նկատել։ Գաղտնիք չի, որ այս վերջի շրջանում ես ավելի տենց համակարգված փորձում եմ ֆուտբոլային հարցերին անդրադառնալ եւ որոշակի տնային աշխատանք եմ անում եւ բազմաթիվ խորհրդատվական եւ այլ տեղեկություններ կա հավաքած ու կարող ենք դրա մասին խոսել, օրինակ, որ խոսում եմ ֆուտբոլի եւ ժառանգության կամ ոնց անենք, որպեսզի դեպի ֆուտբոլ ավելի ինստիտուցիոնալ ներդրողներ ներգրավենք, որը որ հնարավորություն կտա եւ խթան կհանդիսանա նոր մարդկանց բերել ֆուտբոլ թե երկրի ներսում, թե երկրից դուրս։
Օրինակ մանկությունս անցկացրել եմ Չարենցավանում։ Հիմա գիտենք, որ Վան ակումբը կա այնտեղ, որը որ վատ գործունեություն չի ծավալում իդեպ ասեմ, որտեվ խնդրեցի, որպեսզի որոշակի տեղեկություն տան, բոլոր տարիքներում արդեն ունենք այնտեղ ֆուտբոլ խաղացող երեխաներ, պատանիներ, փորձում են այս մասը խթանել եւ այդ երեխաները փորձում են հնարավորինս շատ մրցաշարերում եւ իրենց նախագիծը շատ հետաքրքիր է այն առումով, որ համագործակցում են միանգամից երկու ակումբների, ակադեմիաների հետ Vista Botev, այսինքն հրաշալից հատկահարթակ կարող է լինել մեր ֆուտբոլիստներին տեսնել այդ ակումբներում ավելի ուժեղ առաջնություններում։ Հա, բայց տեսեք, ու այդ ենթակառուցվածքների վրա ուշադրություն են դարձնում լավ համագործակցություն կա նաև ֆուտբոլի պատասխանատուների հետ, որոնք որ այդտեղ բյուջեն նախատեսում եւ ծախսում են այդ գումարները։ Այնտեղ մենք ունեինք մեր այն տարիներին գործիքագործ ֆուտբոլային ակումբը։ Այս գործիքագործը, ինչպես նաև Կոտայքը ավելի քիչ, որովհետև բանը Կոտայքը ավելի բարձր խմբում էր հանդես գալիս, Հայաստանի առաջնությունում էր հանդես գալիս, ինչպես եւ Դիլիջանի իմպուլսը, Կոշկագործ ունենք եւ այլն, որ պրպտենք շատ խմբեր ունենք։ Ու այդ գործիքագործը բառից բուն իմաստով գործիքագործ էր, որովհետև այդ թիմի առաջատարները կողքի գործարանից գալիս էին, փոխվում էին հենց հանդերձանում, խաղում էին ու մեր կուրքն էին, ու այդ մարզադաշտերը լցված էր, լեցուն էր, նստարանները չէր հերիքում, մենք երկրպագում էինք ու շատ մեծ բան ունենք։ Ցավոք ես գիտեմ, որ Վանը դեռ այսքան տարիների ընթացքում չունի այդ ֆաների այդ։ Գիտեք, երբ առաջին խմբում էին դեռ ելույթ ունենում ներկայիս ակումբի ֆուտբոլիստները եւ ակումբը ավելի շատ երկրպագու էր հաճախում, քան հիմա Հայաստանի։ Գիտեմ, որ այդ ինստիտուցիոնալ հիշողությունը բերում էր մարզադաշտ, որտեղ գիտեին իրենց խումբն է։ Ուզում եմ ասեմ, մի կողմից այս պատմությունները վերհանելով, որոնք որ արդեն ունեն 40, 50, 60 տարվա պատմություններ, այդ ակումբները, չէ՞, մենք շատ ենք շոյվում այդ այն միջազգային մեծ ակումբների այդ 100 եւ ավելի տարեկան լինելուց, որտեղ դա ավանդույթ է, դա որոշակի, եթե պրպտենք, համոզված եմ, որ մենք շատ գեղեցիկ պատմություններ կարող ենք վերհանել այդ ակումբների, որը որ հնարավորություն կտա այդ էմոցիոնալ առումով դեպի այդ ֆուտբոլը բերել շատերին եւ մյուս կողմից որպեսզի կարողանանք այդ մասը խթանենք, մի գործիքի մասին, հավանական եւ շատ սուբյեկտիվ գործիքի մասին եմ ասում, որովհետեւ եթե մենք խոսում ենք ինստիտուցիոնալ ինչ-որ բարեփոխումների մասին մեր ֆուտբոլում, շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք շատ լուրջ զննություն հետազոտել մեր անցած հաջողությունների եւ բացթողումների ճանապարհը եւ դրա արդյունքում փորձենք այդ լուծումների շարանը շարադրել, թե ինչ պետք է անել, որպեսզի մենք կարողանանք էականորեն փոխենք ֆուտբոլում վիճակը ու գործիքներից էլի շատ սուբյեկտիվ մեկը ասեմ, մենք գիտենք, որ կան մի շարք եվրոպական ակումբներ, որոնք որ շատ լավ ավանդույթ ունեն մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու եւ իրենք ունեն իրենց ակադեմիաները, իրենց երեխեքին եւ այդ ակադեմիաները շատ սահմանափակ են, չափազանց սահմանափակ են։ 150-200 երեխա պարապում է ակադեմիաներում եւ ակադեմիաներ կան, որ տասնյակ հազարանոց waiting list-եր ունեն։ Ու այդ ինչ է, այդ նշանակում է, որ մի քիչ իրենց չափորոշիչներին չհամապատասխանող երեխան, որը որ մեկ դրսից է, ոչ եվրոպական միությունից է, պիտի ծնողների հետ գա, տեղավորվի, դա փաստաթղթային խնդիրներ են, դա ենթակառուցվածքային խնդիրներ են, դրա իրենց հնարավորությունների սահմանափակումն է, ու եթե մենք կարողանանք ճիշտ գործիքակազմ օգտագործել, մենք այդ ակումբներին, ես հիմա հետևում եմ AZ-ին, Նիդերլանդական, ֆանտաստիկ օրինակ է, որպեսզի այդ օրինակով կարողանանք բերել, չէ՞։ Եվ եթե կարողանանք իրենց այնպիսի առաջարկ տանք, որպեսզի այսպես ասած ֆարմ ակումբներ ունենան ստեղ, այդ մի քայլ այս կողմ այդ երեխեքի կարողանան կուտակել ստեղ եւ մեր երեխեքը դրա արդյունքում կարողանան շատ լավ մշակույթով հենց այդ ակադեմիաներ ասածը ունենան եւ այլը, մյուս կողմից էլ մենք բերենք եւ իրենց հрамցնենք այդ մեր 50-60 տարեկան ակումբները պատմություն ունեցող անպայման քաղաքից դուրս, այդ մեր բարձրադիր գոտիներում, ինձ թվում է, որ շատ լավ համադրություն կլինի, որպեսզի կարողանանք իրենց բերենք։ Իսկ ինչը կարող է իրանց բերել ստեղ։ Այն որ
այդ ես ասացի այդ գործիքակազմերը, որ մենք ունենք այսօր, ու ես կխնդրեմ, որ այսօր ուշադրություն դարձնեն այդ գործիքակազմին, կարողանանք դրա արդյունքում իրենց ներդրումը ընդհանուր 100% ներդրումից նվազեցնել եւ հասցնել 20%-ի ընդամենը։ Այսինքն մենք չկառուցենք, մենք իրենց հետ քննարկենք սկսած բովանդակությունից, տեխնիկական առաջադրանքից եւ իրեն այդ ուղղվածությունից եւ մեջի այդ հագեցվածությունից քննարկել հենց իրենց հետ 100% գումարը ծախսելով ընդամենը իրենց 20%-ը թողել եւ փորձել հստակ պայմաններով կոնցեսիոն կառավարում կլինի, թե կլինի երկարաժամկետ անվարձահատույց տրամադրում, այդ ենթակառուցվածքը տրամադրել, որպեսզի այդ կարգի ինստիտուցիաներ գան եւ փորձեն տեր լինել այս մեր զարգացմանը։ Տեսեք, դուք առաջարկում եք, ճիշտ եմ, չի հասկանում, օրինակ Ալկմարի մասին խոսեցինք, մասնաճյուղ բացի Հայաստանում, ակադեմիայի, որովհետև նման փորձեր կան։ Դա մասնաճյուղ չի։ Շատ այսպես գովազդված մասնաճյուղերի մասին լսել ենք, դա չի աշխատում։ Գիտեք ինչի համար չի աշխատում, որովհետև իրենք ծախում են իրենց բրենդը։ Ես չասեցի իմ շատ սիրելի Բարսելոնայի մասնաճյուղ ունենալու մասին, որտեղ Բարսելոնան ֆիա վերցնում իր այդ բրենդը տրամադրելու համար ու շատ քիչ մասնակցություն ունի այդ երեխեքի կյանքում։ Ես ասում եմ նրա մասին, որ այդ ակումբները տեր դառնան մեր այս ենթակառուցվածքին, տեր դառնան ու պատասխանատվություն ստանձնեն երկարաժամկետ, որպեսզի կարողանան դա անեն։ Ես ասում եմ, իրականում այդ շատ կարևոր բան է։ Եթե մենք խոսում ենք լուրջ ներդրումների մասին, 5, 10, 15 միլիոն, 20 միլիոն ներդրումների մասին այդ ակադեմիաներում եւ 20% ներգրավվածությամբ ինքը շատ լուրջ խթան է եւ մոտիվացիա է, որպեսզի իրենք գան եւ իրենք տեր դառնան այս ամեն ինչին, իրենց բովանդակությունով, իրենց գործիքակազմով, իրենց մեթոդոլոգիայով, որը որ շատ լուրջ խթան կդառնա ոչ միայն այդ ակադեմիաների, այլ ընդհանուր այդ ենթակառուցված այդ էկոհամակարգը, որ ձևավորված է այդ ակադեմիաները, պիտի ձևավորվի այդ ակադեմիաների։ Ես իհարկե հասկանում եմ ձեր ասացի գաղափարը ինչումն է, բայց եթե ավելի պարզ փորձենք բաժանել մասերի եւ հասկանալ ինչ պատկեր կարող ենք ունենալ։ Ենթադրենք Ալկմարը գնում է այդ քայլին եւ փորձում է այստեղ տվյալ աշխատանքները տանել։ Աշխատանքների որ մասն է տվյալ պարագայում լինելու դրսից այդ ակումբինը, ինչ պետք է անեն Հայաստանում, համագործակցությունը ինչպես պետք է ստացվի։ Ես երբ ասում եմ այդ գործիքակազմերը կա, օրինակ ֆեդերացիան ունի իր բյուջեն։ Նաև կա այսպիսի գործիքներ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման։ Այսինքն, եթե 49%-ը դու կարողանում ես ապահովել այդ ինվեստիցիայի, 51%-ը կամ հակառակը կառավարությունն է տրամադրում։ Կա նաև մի այսպիսի ծրագիր, որը որ հնարավորություն է տալիս ենթակառուցվածքներ կառուցել։ Կա ներդրողը իբրև պայմանական ազետ, ասենք, շատ լավ կլինի, որ առանց իրենց հիմա իրենց մասին խոսում ենք ու իրենց ապագա ծրագրերն ենք քննարկում։ Տեսեք, եթե մենք այդ գործիքները օգտագործում ենք, ֆեդերացիան իբրև ներդրող, կառավարությունը իբրև ներդրող, համայնքը իբրև ներդրող եւ այդ ինստիտուցիան, որը որ կայացած ինստիտուցիա է իբրև ներդրող, բայց այդ երբեք չի դառնում այնպես, որ մենք կառուցում ենք դաշտերը, կառուցում ենք այդ ենթակառուցվածքը, հետո նոր ման ենք գալիս, թե ումը տանք ու ինչ պայմաններով տանք, որը որ այսօր իմ կարծիքով կատարվում է։ Ու մենք սկսած այդ գործիքակազմը ճիշտ կերպով հասու դարձնելու այդ պոտենցիալ ինստիտուցիաներին քննարկելով եւ կառուցելը ամենավերջին ու ամենակարճ ու հեշտ դյուրին մասն է այս ամեն ինչի։ Ամենաբարդ մասը, երբ որ մենք սկսում ենք այդ քննարկումները այդ հնարավոր այդ ինստիտուցիաների հետ, խոսում ենք նրա մասին, թե
ինչ իրանց համար երանելի միջավայր կուզեին ունենային, որպեսզի այդ ցանկությունը առաջանա գալ եւ այդ ռեսուրսը օգտագործել եւ կրթել մեր մանկապատանեկան մասսայական ֆուտբոլում ներգրաված մարզիչներին, մյուս ներգրավվածներին, որովհետեւ բացի մարզիչներից մենք շատ ու շատ հարակից մասնագիտություններ ունենք, որը որ շատ թերի են մեր մոտ։ Ու սրանով է պետք սկսել։ Սկսած փոքրիկ, հենց կոնկրետ դաշտերից, փոքրիկ են դաշտերը, որ մենք սարքում ենք, որտեղ մենք մեղադրում ենք, որ քիչ դաշտեր ենք սարքում, իրականում ես հակառակ կարծիքի եմ։ Ամեն մի դաշտը սարքելուց առաջ մենք պիտի հասկանանք, թե ով է իր շահառուն։ Մենք խոսում ենք, տեսեք, մենք խոսում ենք ֆուտբոլի պատասխանատվության մասին եւ խոսում ենք ֆուտբոլը որպես ենթակառուցվածք զարգացնող մի կոնկրետ շատ հզոր զանգված կոնկրետ ինչի մասին եմ ես ասում։ Եթե մենք որոշում ենք կայացնում մի ինչ-որ տեղ, ինչ-որ պատճառով կամ ինչ-որ պատճառների համադրության հետևանքով կառուցել այդ դաշտը, մենք իբրև ներդրող կարող ենք պարտադրել լավ իմաստով տվյալ համայնքին, օրինակ կառուցել այդ դաշտին հարակից լոգանք ընդունելու հնարավորություն։ Կներեք, բայց այստեղ խնդիրը գիտեք նրանում է, որ մեր հայկական իրականության մեջ այս պարագայում ֆուտբոլից ենք խոսում, ֆուտբոլում խնդիր կա մեկ սեղանի շուրջ նստելու եւ ընդհանուր գաղափար քննարկելու եւ իրականացնելու։ Ինչպես է հնարավոր ստեղծել նման միջավայր, որ բոլորը հավաքվեն ու գնան այդ գաղափարի իրականացման։ Դուք իրականում ինձ չթողեցիք ավարտեմ այդ միտքը, որ շատ կարևոր էր։ Ես պատասխանելով այդ ձեր հարցին, մենք ունենք այդպիսի մի հայկական սպորտաձև չնստելու եւ մեկս մյուսի հետ այդ դիսկուսիան ծավալելու այդ մշակույթը ցավոք շատ թերի է մեր մոտ ու այդ առանձին թեմա է։ Բայց ես ուզում եմ ավարտեմ այդ միտքս, որովհետեւ դա կարևոր է։ Երբ որ մենք կառուցում ենք դաշտը եւ մենք խոսում ենք դրա մասին կամ պարտադրում ենք կամ քննարկում ենք տվյալ համայնքի հետ, որպեսզի նա որոշակի ենթակառուցվածք կառուցի այդ դաշտին հարակից։ Ինչի է դա կարևոր։ Օրինակ ասեցի, որպեսզի կարողանան իրենց էլեմենտար հիգիենայի պարագաները կամ հիգիենայի պայմանները բավարարեն, որովհետև մենք չունենք այդ վիճակագրությունը եւ մենք չենք խոսում ֆուտբոլի մեջ այն վիճակագրության մասին, որ մեր այն հերու բարձրադիր գոտիներում գտնվող գյուղերում մեր երեխեքը էլեմենտար այդ հիգիենայի պարագաները եւ իրենց հիգիենան ճիշտ հիգիենայի հետ հարաբերվելու այդ մշակույթը չունեն ու այդ հնարավորությունը չունեն։ Միգուցե մենք դրա մասին խոսենք, մենք խոսում ենք դրա մասին, որ մենք չունենք ֆուտբոլիստներ բավարար կարգի, բայց մենք չենք խոսում դրա մասին, թե ինչու չունենք։ 8-10 տարեկանում իրենք լավ կարողանում են այդ գնդակի հետ հարաբերվել, բայց 17 տարեկանում հիմնականում արդեն բանակի ենթակա ու այդ էլ վիճակագրություն է։ Մեր պատանիները արդեն շատ առողջության մի զգալի մասը արդեն թողած են լինում չգիտես որտեղ, իսկ 20-25 տարեկանում ոչ միայն ֆուտբոլ խաղալու, այլ հայրանալու, մայրանալու այդ ունակությունն են կորցնում ու ատամներն են կորցնում։ Մենք այդ վիճակագրության մասին չենք խոսում։ Այստեղ ֆուտբոլը գլխավոր չի, բայց շատ կարևոր, բացասական չէ, բայց ինքը շատ կարևոր դրական դերակատարություն ունի։ Ու մենք պիտի խոսենք դրա մասին։ Իսկ մենք ունենք այդ ռեսուրսը, թե ֆինանսապես, թե մարդկային, թե որակապես, որ Ինչ ասել ունենք այդ ռեսուրսը։ Պիտի ստեղծենք այդ ռեսուրսը։ Դուք բոլոր համայնքներում մենք կաղապարել ենք մեր ֆուտբոլը, մենք սահմանափակվել ենք մեր ֆուտբոլային լուծումների մեջ։ Ես ասում եմ ֆուտբոլը շատ մեծ պարտավորություններ ունի, մենք դրա մասին երբ որ մենք այդ պարտավորությունները ճիշտ ձևով ստանձնենք, հավատացեք, հենց ֆուտբոլային լուծումները շատ հարթ ձևով կլուծվեն։ Վերջը մեր ֆուտբոլային լուծումների համար թե երկրի ներսում, թե երկրից դուրս շատ լուրջ ներուժ ունենք, որ ցավոք չի օգտագործում։ Շատ բանիմաց, շատ լայնախոհ, շատ պինդ մարդիկ կան, որոնք որ կարող են ներգրավել դրա մեջ եւ այդ զուտ ֆուտբոլային լուծումները տան, բայց ես խոսում եմ նրա մասին, որ տեսեք, մենք խոսում ենք այդ երեխեքի հանդեպ պատասխանատվության մասին, բայց մենք նաեւ քաղաքաշինության առումով պատասխանատվության մասին։ Ես լսեցի ձեր հարցազրույցը Ուրարտուի սեփականատիրոջ հետ եւ այդ մարդը եկել էր պատմեր իր խնդրի մասին, որը որ ծառացել է։ Ինչ է արել այդ մարդը։ Ես ասում եմ, գնանք
ամբողջ աշխարհով մեկ փնտրենք ներդրողներ, որոնք որ կգան 20% ընդամենը ներդրումային չափով կմասնակցեն եւ այստեղ կստեղծեն այն ինչ որ ուզում ենք ստեղծենք, բայց մենք ունենք մեր այսօր մեզանում ունենք այդ արդեն ներդրողները, որ պատրաստ են 100% ներդնեն, որոնք իրենց գումարն են ներդնում, որպեսզի գնեն այդ տարածքները, որտեղ որ ուզում են սարքել են ենթակառուցվածքներ, եւ էլեմենտար խնդիրների պատճառով չեն կարողանում դա անել։ Այդ նշանակում է, որ ու այդ մենակ ֆուտբոլի խնդիրը չի, այդ ֆուտբոլի եւ քաղաքաշինության խնդիրն է։ Ոնց ինստիտուցիոնալ առումով ոնց լուծվի մեր օրինակ այդ նախագծում մենք շատ հստակ ձևակերպել ենք դա։ Դա շատ հստակ գործիք ունի։ GIS համակարգով հիման վրա master plan ստեղծել, ես գիտեմ, որ Երևան քաղաքը հիմա այդ ճանապարհով գնա, չգիտեմ, ես վերջի զարգացումներին տեղյակ չեմ, բայց այդ հնարավորություն է տալիս 5 սանտիմետր ճշգրտությամբ սահմանները սահմանագծել եւ այդ 5 սանտիմետր ճշգրտությունը երևի ձեր համար շատ ոչ հետաքրքիր բաների մասին եմ խոսում, բայց այդ ինքը շատ կարեւոր է, որովհետեւ ես որ սկզբից ասեցի ֆուտբոլը որպես ծառայություն մատուցող բան հիմնարկ, հենց այդ դրա մասին է, որ այդ շատ տխուր այս ռուտինա ասած բաներով զբաղվելով մենք մեր ֆուտբոլը կարող ենք զարգացնել, վերջացնեմ Ուրարտուի։ Ես գրեթե համոզված եմ, որ իր խնդիրը հենց դրա մեջ է, որ առնում ենք համատարած է դա, առնում ենք հողատարածք, առնում ենք ինչ-որ բան, հետո երբ որ սկսում ենք չափագրել, դուրս է գալիս, որ դրա պոչը դուրս է թռել, որ դա մեծ վեճի կամ դիսկուսիայի առարկա է։ Հստակ ըստ երևույթին դա է, ու մինչև այդ ինստիտուցիոնալ, այդ քաղաքաշինությունը չկայանա, ֆուտբոլի ֆեդերացիայի գործառույթը կայանում է նրանում, որ հենց այդ ինֆորմացիան նախ այդպիսի տեղեկատվությունը պետք է լինի հենց ուշադրության կիզակետում եւ պետք է այդ ընդհանուր այդ փաստաթղթերի կույտը վերցնել եւ իրավաբանի հետ միասին, իրենց իրավաբանի հետ միասին ճեմել քաղաքապետարան եւ կառավարություն մինչեւ այդ հարցը լուծվի, որովհետեւ այդ կարգի ներդրողները խնամքի կարիք ունեն ու իրենց հետ անկախ ամեն ինչից, ինչքան դժվար է հարաբերվում եք թե չէ, որովհետեւ անկախ նրանից ձեր յուրաքանչյուր հյուրը, որ դուք գնում եք հյուրանոց, ինքը ինչ եմ ասում հյուրանոց, նույն Marriott այդ սերվիս տրամադրող բանա հիմնարկա, ինչքան անցանկալի հյուր եք, բայց դուք հյուր եք, դուք այդ հյուրի հետ հարաբերվում եք եւ իրեն այդ ծառայությունները նույն որակով մատուցում եք։ Ու այդ առումով այս հենց ծառայությունների մատուցման որակը ցավոք սրտի, եթե ինստիտուցիոնալ այդ լուծումը չկա, պիտի հենց ձեռքի կառավարումով լինի։ Բայց ես համաձայն եմ ձեզ հետ, անկեղծ, բայց սրանք անուղղակիորեն ֆուտբոլի վրա ազդեցություն թողնող գործոններ են։ Նույն խոսում ենք քաղաքաշինության եւ այլ հարցերի մասին։ Հիմա տեսեք, նույն Ուրարտուի նախագահ Ջևան Չելոյանցը ասում է, որ տարածք է գնել, որտեղ այլ գործունեություն է ծավալում անձ, որը իրավունք չունի։ Ով պետք է այս հարցը լուծի։ Սրանք արդյոք այդ կողմնակի խնդիրները չեն, որոնք խանգարում են Ուրարտուի նախագահին իր Ես հենց նոր դրա մասին եմ ուզում եմ ասել, այս պարագայում ավելի շատ խնդիրները որ կողմնակի են, ոչ թե բուն ֆուտբոլային խնդիրներ։ Համաձայն չեմ։ Իսկ ով պետք է այդ լուծումը տա, որ համաձայն չեմ։ Ես նոր դրա մասին խոսեցի, որպեսզի չկրկնվեմ, իրականում ոչ մի անուղղակի խնդիր չկա։ Ուղղակիորեն ազդում են այս ինչ որ ասեցի մինչև հիմա, թե երեխեքի ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը, թե իրենց տներում տիրող որոշակի ավանդույթները եւ բարքերը, թե քաղաքաշինական այս խոտանը ուղղակիորեն ազդում են մեր ֆուտբոլի զարգացման վրա, որովհետեւ եթե մենք իդեալական միջավայրում եթե նորից այդ վերցնենք որպես օրինակ Ուրարտուի այս բանը պատմությունը, չէ, իդեալական միջավայրում ներդրողին ասում են, գիտեք ինչ, մենք սենց մի ընդհանուր ամբողջական պատմություն ենք ձևավորում եւ իզուր չէր որ կներեք հետ գամ ձեր առաջի հարցին, որը որ դուք հնչեցրեցիք ֆուտբոլը կարեւոր է եւ իզուր չէր հասկանալով թե ուր եմ եկել եւ ինչի մասին պիտի խոսեմ, ես հենց հասկանալով դա ասեցի, որ ֆուտբոլը մի փոքր բաղադրիչ է, որ համայնքաշինության առումով եւ այդ համայնքաշինության ինքնաբավ հասկանալի կառավարվող համայնքում
ներդրողը գալիս է եւ ներդրողին ասում են, գիտեք, ունենք այսպիսի ֆուտբոլային ավանդույթ, այսպիսի գեղեցիկ ֆուտբոլային պատմություն, որի շուրջ ձևավորվել է այս մեր սերը դեպի ֆուտբոլ, ունենք այսքան ընդհատված կյանք ֆուտբոլում եւ հաշվարկել ենք, որ մեր համայնքը մոտակա 50-60 տարում 11000-ից կաճի կդառնա 45000 եւ մեր մարզադաշտը հաշվի առնելով, որ 5-ից 7% պիտի ներգրաված լինեն ֆուտբոլում, մեր մարզադաշտի քանակը կլինի 6-ից 7000, այսինքն Ուրարտուի սեփականատերը, որը որ որոշել է ինչ քանակությամբ պիտի լինի, ինչ որակով պիտի լինի, այստեղ դու նրբորեն ուղղորդում ես ու ասում ես, եթե դու չես ուզում 6-ից 7000, այ կա լորին, որը որ ունի շատ ավելի լավ ֆուտբոլային ավանդույթ, շատ ավելի մեծաքանակ եւ ավելի զարգացման այսպիսի տեսլական, այստեղ քո մարզադաշտը կարա լինի 15-20000 եւ այսպիսի մի հատ ուղղվածություն ունենա եւ այսպիսի պատմություն ունենա։ Մենք այսօր շատ ցուցիչ օրինակ ունենք, տևական ժամանակ մեր հայկական առաջնությունում խաղացող Արարատ Արմենյան, որը որ բավականին համակարգված թիմ է, որը որ կոչվում է Արարատ Արմենիա։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ ակումբի սեփականատերը շատ կապված է իր տեղանքի, տարածքի եւ իր անվան հետ, որովհետեւ իր ամբողջ գործունեությունն է ծավալում այդ անվան շուրջ։ Ես ճանաչում եմ այդ սեփականատիրը եւ չգիտեմ թե ով ոնց է զրուցել իր հետ, որ չի կարողացել համոզել, որ այս ահռելի ներուժը, որ ինքը գործածում է, կարողանա հավաքել եւ տանել տաշիր եւ զարգացնել այդ ամեն ինչ եւ համանուն խումբ ունենա եւ ամենևին էլ պետք չի, որ մենք երկրորդ Արարատը ունենանք, որ ունենք մի Արարատ, որը իր հերթին իր խնդիրները ունի, որ ընդհանրապես չի համապատասխանում այն, որ դուք ասում եք մենք ֆուտբոլային մշակույթ ունենք։ Եվ այդ առումով ֆուտբոլային մշակույթը վերհանելու համար Արարատը պիտի դառնա Արարատ։ Հրազդանը պիտի դառնա Հրազդան, մեր անցյալի այդ նշանաձող, մեր համար սահմանող այդ ֆուտբոլիստները, այդ կուրքերը, Խորենը Հովանեսյան, Անդրեասյանը եւ մյուսները պիտի դառնան հենց այդ ցուցիչները, այդ ֆարվատերները, որի հետևից մենք այդ ֆուտբոլային մեր պատմությունը պիտի տանենք։ Վերջին ժամանակահատվածում հատկապես Վրաստանի հաջողություններին զուգահեռ բնականաբար համեմատականները շատ են։ Վստահ եմ դուք էլ գիտեք, որ այնտեղ մոտավորապես 1 տասնամյակ, միգուցե ավելի շատ մարդիկ համախմբվել են, ակումբների սեփականատերերը չեն մտածում հաջող եվրագավաթային շրջափուլեր ունենալու եւ այլնի մասին, նրանք մտածում են ֆուտբոլիստ պատրաստելու, դուրս ուղարկելու եւ ֆեդերացիայից սկսած ակումբների ղեկավարություններով այսպես շարունակելով գնում են այդ գաղափարի շուրջ, արդյունքներն էլ արդեն տեսանելի են։ Ինչն է մեզ խանգարում կամ ինչպես պետք է ստեղծել այդ հարթակը, որ մեզ մոտ էլ այդ ընդհանուր գաղափարը ծնվի։ Համաձայն եք, որ այդ գաղափարը բացակայում է հիմա։ Մենք սովորենք ամեն ինչը, ինչ որ կա մեր մոտ շատ տենց հորետես նայենք էս մեր եղածին եւ փաստացի հիմա, բայց եւ ուրիշների հաջողությունները իդեալականացնենք, բայց վրացիները անշուշտ շատ լավ ճանապարհ են անցել, բայց հավատացնում եմ ձեզ շատ մեծ խոչընդոտներով են անցնել ու հիմա շարունակում են։ Ապագայում հիմա շարունակում են անցնել, որովհետեւ ի տարբերություն մեզ իրենք այսպես ասած բնությունից շատ բնական խոչընդոտներ ունեն եւ այս մեր երկու խաղերը դրա ցուցիչն էին, դրա մասին կարող ենք մի ուրիշ անգամ զրուցել, բայց այն որ իրենք այդ հաջողությունը ունեն եւ այդ հաջողությունը մեր հետազոտության եւ զննման կարիք ունի։ Նախ խոսել այդ խոչընդոտների մասին, որոնք են այդ խոչընդոտները, որոնց մասին դուք նշեցիք։ Երբ որ սկսեց իրենց մոտ այդ համատարած այդ ներքին առաջնությունները տարբեր զարգանալ, օրինակ տարական բան ասեմ, շատ մեծ ծեծկրտուկներ կար իրենց այդ ժամանակ, որովհետև տենց անհամակերպվելու աստիճանի լուրջ հետևանքներով եւ այլ, այդ լուրջ խոչընդոտ էր։ Օրինակ մենք երբեք չէինք մտածի, որ այդ իրենց հաջողությունները սկսել են նաեւ այս ճանապարհից, որը որ մեզանում չկա։ Դուք ասացիք Գագարին քափի մասին, տեսնում եք անծանոթները ոնց են միասին ապարում, չէ՞, շուրջպար բռնել, որը որ շատ կարեւոր է։
Դուք ուզում եք, որ մենք խոսենք պրոֆեսիոնալ ֆուտբոլից, թե ոնց պիտի կայանա, բայց ես սկսեցի խոսել այն բաների մասին, որը որ մեզ հնարավորություն կտա այդ մասսայականացումը մասսայականացնել ու այդ ծաղկաքաղը շատ ավելի շռայլ անել, որ մենք ֆուտբոլ բերենք անգամներ ավել մարդիկ, որ ու այդ մենք հնարավորությունը ունենք ու դրանից հետո այդ ֆուտբոլային հարցերը թե ոնց պիտի արվի, որպեսզի այդ գործիքները իրականում ոչ միայն Վրաստանում շատ པարզ կան ոնց խթանել, որպեսզի տեղում սերունդը աճի, տեղում սերունդը մրցունակ լինի եւ կարողանա մրցել այդ եկած կամ հրավիրված ֆուտբոլիստների հետ, որպեսզի կարողանա իր տեղը ունենալ մեր հավաքականներում եւ մեր հավաքականները հաջողություն արձանագրեն։ Այդ հավատացեք շատ ավելի հեշտ այն ինչ որ մենք սարքել ենք մեր համար խնդիր, դա խնդիր չի, հավատացեք։ Դա խնդիր չի։ Ես օրինակ մենք խոսում ենք միշտ մարզիչը էս չէր, մարզիչին փոխում ենք։ Մենք երբեք չենք խոսում ֆուտբոլային կառավարիչների մասին։ Մենք չունենք այդ կառավարիչների դպրոցը։ Մենք չենք սովորեցնում մեր ֆուտբոլի կառավարիչներին արդիական կերպով կառավարել։ Այսօր մենք չգիտենք այդ շտաբը։ Օրինակ ես շատ վատ եմ պատկերացնում այդ մեր հավաքականի շտաբում։ Մենք բոլորը խոսում ենք դրա մասին, որ ֆուտբոլիստների մթնոլորտը այդ հավաքականում այդքան բարվոք չի ու մենք չենք կարողանում հարցնել մեզ, թե ինչի բարվոք չի։ Օրինակ այդ շտաբում կա մի անտրապոլոգ։ Ես ունեմ իմ անձնական տեսակետը, եթե ձեզ կհետաքրքրի, որովհետև շատ մեծ է աշխարհագրությունը հայ ֆուտբոլիստների, տարբեր մենթալիտետի տեր, բազմաթիվ ընդ որում տարբերվող ֆուտբոլիստներ են գալիս ու շատ բարդ է 2-3 օրում տարբեր մենթալիտետ ունեցող մարդկանցից թիմ ստեղծելը։ Այսինքն դուք արձանագրեցիք խնդիրը, ճիշտ է։ Այո։ Այդ խնդրի լուծումը որտեղ, այսինքն շտաբում կա մի, չգիտեմ, մի արվեստաբան, Առաջինը գլխավոր մարզիչն է։ Չէ, որովհետև նույն գլխավոր մարզիչին, որպեսզի ճիշտ մոտիվացիա լինի ազգային թիմը մարզելու, կրթելու, նույն գլխավոր մարզիչը պիտի վարակվի այդ ազգի, տվյալ ազգի ինքնության հետագծի հետ ու եթե հետ են գալիս այդ խնդրին, որը որ դուք շատ հստակ ձևակերպեցիք, ես տեսնում եմ շատ པարզ բան, որ այդ շտաբում գոնե հրավիրյալ մեկը պիտի լինի, որ նստի թեկուզ ոչ թե այդպես դասարանի նման, այլ ճաշելուց, մարզվելուց Արդյոք գլխավոր մարզիչը չի կարող այդ ամենն անել։ Ինքը չգիտի դրա մասին, ես ուրիշ բան եմ ասում, թույլ տվեք ավարտեմ, որ պատմի, որ եթե իրենց նախահայրերը հանգարց շփոթեին այդ առուփախի ժամանակ նավը այդ Գոմեշի սայլի հետ, ուրեմն իրենք լրիվ հակառակ արժեքների եւ ինքնությունների կրող կլինեին։ Այսինքն նույն տեղից են սերված, իսկ այդ նույն տեղից սերվածությունը այն որ կարթնացնի էմոցիոնալ հիշողությունը, որ ներքին թրթիր որպեսզի իրենք ատամներով պահեն այդ յուրաքանչյուր գնդակը, իսկ որպեսզի մենք դա անենք, դրա մասնագետներն են պետք ներգրավված լինելու, որպեսզի մենք կարողանանք ճիշտ մասնագետներին ներգրավենք, ճիշտ լարերին կարողանանք ազդեցություն ունենանք ազնվորեն, որովհետև իրենք նույն տեղից են սերված, նույն ճակատագրի արժանացածներն են, նույն Մաշտոցի շարականներից սերված են 5-րդ դարից, որևէ մեկը դրել է այդ շարականները, որ լսեն։ Դրա համար եմ ասում, որ ֆուտբոլի խնդիրները ֆուտբոլի մեջ չեն, ֆուտբոլը շատ լայն խնդիրներ ունի։ Ու ֆուտբոլ մենք պիտի ներգրավենք նույն ֆուտբոլի կառավարման մեջ, նույն ֆուտբոլի այդ իրավա տերերի մեջ, շատ տարբեր ոլորտներից, օրինակ, եթե ես վերջի անգամ ես ընկերս, որը որ շատ վատառողջ էր, տվեց իր տոմսերը, գնացի Հայաստանի խաղը նայելու, Վրաստանի դեմ։ Հա, Վրաստանի դեմ։ Եթե ինքը վատառողջ չլիներ, ես չէի կարողանա գնալ մարզադաշտ, որովհետև դա առանձին թեմա է, այդ կազմակերպիչների, որոնք որ շատ հիացած են իրենց կազմակերպչական ունակություններով, գրեթե ոչ մի խաղ բաց չի թողում, ոչ մի խաղ։ Ու այդպիսիներին գիտեմ բազմատասնյակ, որոնք որ համակարգված ֆանային ակումբների մեջ ներգրաված չեն, որոնք որ լուրջ հզոր ռեսուրսներ ունեն, կազմակերպչական,
ներքին մոտիվացիա ունեն ներգրավել այս ամեն ինչի մեջ, փորձել օգնել ու իրենք շատ այդ ռեսուրսները մենք չենք օգտագործում։ Մենք կաղապարել ենք ֆուտբոլը, մենք փակել ենք ֆուտբոլը։ Մենք չենք թողում ֆուտբոլ ներգրավել այն մարդկանց, որ իրոք կարողություններ ունեն, որոնք որ կարող են օգնել ֆուտբոլին զարգանալ, որպեսզի ֆուտբոլն էլ իր հերթին կարողանա այն հարցերի պատասխաններ, այն շատ քիչ հարցերը, որ մենք այստեղ հնչեցրեցինք, հավատացնում եմ ձեզ, շատ ավելի լայն է այդ հարցերի տրամաչափը եւ շրջանակը։ Մենք դրա մասին չենք խոսում։ Եվ այսօր իմ այս դրդապատճառը խոսելու ֆուտբոլի մասին հենց այդ է, որ մենք կարողանանք ֆուտբոլի շուրջ ճիշտ էկոհամակարգ ձևավորենք, որը որ շատ լուրջ խթան եւ հարթակ կհանդիսանա այս ամեն ինչը շատ արագ ու շռայլորեն ուրիշ հարթությունների բերելու։ Տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ասուլիսը, դիտել եք, ինչ կարծիք ունեք, ինչպես կներեք։ Դիտել եմ, բայց պիտի փաստենք, որ մենք երբ համաձայնում էինք մեր այս զրույցը, մենք չգիտեինք այդ իրադարձության մասին եւ ավելին ասեմ, ես համաձայնեցի զրուցենք շատ ավելի ուշ, քան այդ մեր այդ երկու խաղերն էին, որպեսզի չդառնամ մեկը նրանցից, որոնք որ տենց ուզում են շատ այդ ալիքի վրա ինչ որ լրացուցիչ բաներ ունենան այս պատմությունում։ Դիտել եմ եւ այդ ընդհանուր խարժամուժի մեջ ինձ համար մի քանի բան լսեցի, որը հետաքրքիր էր ու ինձ համար այսպես ասեմ կարելի էր ուշադրություն դարձնել։ Մեկը, որ իրենք արձանագրեցին, որ ավելի շատ հարկ ամուծվել, քան վերջին մի քանի տարվա ընթացքում, այդ ցուցիչը, որովհետև այդ բյուջեն կառավարվող ավելի թափանցիկ է, քան նախկինում, այդ կարևոր բան է։ Երկրորդը, որ ես լսեցի, որը որ հետաքրքիր էր ու մենք այս մեր տնային աշխատանքի ժամանակ դրան անդրադառնում ենք պարբերաբար, թե ինչ տիպի պիտի կառավարում լինի, ֆեդերացիան պիտի լինի կառավարիչ, թե համակարգող։ Ֆեդերացիայի ղեկավարը ասաց, որ մենք փորձելու ենք ազատվել մեր ենթակառուցվածքներից։ Այսինքն իրենք արդեն հստակ իրենց համար որոշել են, որ լինելու են համակարգող, ոչ թե կառավարիչ, այդ շատ ընդունելի տեսակետ է, որպեսզի դրա վերջնական իմ պատկերացումը ունենամ, էլի ճանապարհ պիտի անցնենք, հուսով եմ, որ իրենք այդ ճանապարհը անցել են ու իմ վերջնական կարծիքը դրանից խիստ չի տարբերվի, որովհետև ցույց է տալիս, որ սովորաբար այդ տիպի կազմակերպությունները լավ կառավարիչ չեն, ոչ ստեղծված իրենց ենթակառուցվածքների, ոչ ստեղծված իրենց ակումբների եւ այլը, որովհետեւ հենց խթանող, համակարգող շատ կոնկրետ չափորոշիչներով եւ կոնկրետ եղած գործիքակազմով համակարգող կազմակերպություն կլինեն։ Այդ երկուսը կարեւոր էր։ Երրորդ բանը այն էր, որ փաստորեն այդ ենթակառուցվածքը, որ արդեն կա եւ կառուցվում է, իրենք չունեն հստակ ձևակերպված այն ինչի մասին մենք խոսեցինք ազետի օրինակը բերելով, չունեն ձևակերպված եւ ձևավորված պատկերացում տեսլական եւ գործիքակազմ, ոնց են ու ինչ պայմաններով են փոխանցում պոտենցիալ շահառուներին, որովհետեւ հենց բառացիորեն ասվեց, կարող է շփոթում բառացիորեն ասած բառերը կարող է շփոթեմ, որ նայած ներդրող, նայած հնարավորություններ, նայած պայմանավորվածություն, այսպես ասվեց, որը իմ կարծիքով ամենաճիշտ բանը չի, ընդհանրապես կառուցելուց առաջ արդեն պիտի հասկանաս, թե ումն ես փոխանցելու ինչ պայմաններով եւ ով է լինելու շահառուն, բայց եթե ունենք արդեն այդպիսի արդեն ենթակառուցվածքներ, իրենց շուրջ էլ պիտի շատ հստակ, երկար մտածված ձևավորենք այն չափորոշիչները, որը որ հնարավորություն կտա եւ պարտավորեցնող կլինի այդ տվյալ շահառուին ներգրավել այդ ենթակառուցվածքներին եւ ցուցիչներ պիտի լինեն, որ պարբերաբար այդ ցուցիչներով կարողանաս դա համակարգողի դերում, իբրև ստուգողի դերում դու կարողանաս դա հստակորեն անցնես այդ ճանապարհը եւ ինչ որ պահի, երբ որ շատ է խզվում պայմանավորվածությունը արածների հետ,
հնարավորություն ունենաս հետ խաղաս այդ ամեն ինչից։ Այդ լսեցի։ Մնացած ամեն ինչում շատ տխրեցնող էր իհարկե ու ափսոսում եմ, որ մենք այսպիսի հարթակները օգտագործում ենք շատ ֆուտբոլին չվերաբերվող հարցերի կամ հաշվեհարդարների համար, ափսոսում եմ իրականում, որովհետև իրականում շատ գործ կա անելու այս ոլորտում ու էներգիան ծախսել այտենց մանրախնդիր հարցերին ինչ չի թվում, որ ճիշտ ճանապարհ է։ Ճիշտ ճանապարհ չի։ Պետք է մեր այդ կառավարող ընկերները հասկանան, որ կարող է մարդիկ գող չլինեն ձեր կառավարումից ու այդ որպես թշնամանք մի դիտարկեք, փորձեք այդ մարդկանց հետ երկխոսության մեջ մտեք։ Ես իբրև, չգիտեմ, հետաքրքրված ֆուտբոլի զարգացմամբ հետաքրքրված մեկը այն հազարավորներից մեկը։ Ես դժգոհ եմ այդ աշխատանքից։ Եվ մի փակեք, փորձեք փակել այդ մարդկանց բերանները։ Դուք կաղապարել եք, նորից կրկնեմ, ֆուտբոլը։ Դուք օտարում եք ֆուտբոլից ֆուտբոլի ներդրողներին։ Ինչ գործ ունեք այդ շպիոնների հետ թող հակաշպիոնները զբաղվեն։ Դուք զբաղվեք ձեր գործառույթներով։ Փորձեք ինչ-որ բառեր գտնել, ինչ-որ երկխոսության եզրեր գտնել ու այդ առաջերտին ձեր գործառույթների մեջ է մտնում։ Այդ մարդիկ շատ հեշտ մարդիկ չեն։ Այդ մարդիկ միշտ չի, որ ամենաճիշտ բաներն են ասում։ Ես էլ համաձայն չեմ այդ մարդկանց հետ։ Շատ ծայրահեղական բաներ են ասում, բայց տեղեր կա, որտեղ որ դուք պիտի օգտագործեք, որպեսզի այդ մասը հարթեք։ Վերջ տալա պետք է խոսույթին։ Դուք այսօր ֆուտբոլից օտարում եք ոչ միայն ֆուտբոլի ներդրողներին, այլ ֆուտբոլի նվիրյալներին։ Գործ չունեք այդ ֆաների հետ։ Ես համաձայն եմ, որ ֆաների հետ ընդհանրապես հաշտ ու համերաշխ աշխատելը հաստատ ամենաճիշտ բանը չի ու երբեք չի կարող ֆուտբոլի ֆեդերացիան ֆաների հետ հաշտ ու համերաշխ լինել, որտեղ նրանց գործառույթները, նրանց արժեքները, նրանց դավանանքը լրիվ տարբեր է ձեզանից։ Բայց պիտի երկխոսության մեջ մտնեք, դուք չեք կարող այդ մարդկանց լրացնել, որտեղ այդ մարդիկ շատ լուրջ, ես խոսում եմ ֆուտբոլի պատասխանատվության մասին, մենք պիտի փաստենք, որ այդ ֆաները այսօրվա դրությամբ շատ լուրջ այլընտրանքային օրինակ են այն բարքերի, այն ենթամշակույթների, որոնք որ տիրում են, խեղդել են մեր կյանքը։ Իրենք հենց առաջիններն են, որոնք որ հենց առաջի վարքյանից առաջնագծում են եւ իրանց կյանքով են այդ ապացուցել։ Ոնց եք ուզում դուք այդ մարդկանց բերանը փակել։ Դուք վերցնում եք, վռնդում եք այդ ձեր ասած գործկոմից մեկին, որը որ այդ ֆուտբոլի մեջ ֆուտբոլին անմնացորդ տրված մեկն է, Կարենին Շաբոյան նկատի ունեմ։ Այդ տղան փաստացի 3 անգամ եմ հանդիպել իր հետ, առաջի անգամ երբ 19 թվին ֆաների հետ հանդիպում կար ու դրա արդյունքում իրենք որոշեցին այս ներկայիս թիմին ընտրել։ Եվ երկրորդ անգամ իր պրոֆեսիոնալ գործունեության հետ կապված իր գործընկերների հետ միասին, երրորդ անգամ այս վերջերս մի առանձնազրույց ենք ունեցել, այդ տղան լրիվ պատրաստի այսօր ֆուտբոլի ոլորտի ղեկավար է ու եթե ինքը կորոշի տենց մի հատ ինչ-որ հայտ ներկայացնի գնա այդ ճանապարհով, ես առաջինը կլինեմ, որ կգնամ եւ որպես տենց, չգիտեմ, կամավոր կօգնեմ իրեն ու իրա նման տասնյակները կան, որոնց մասին մենք չգիտենք, բացեք ֆուտբոլը, թույլ տվեք, որ ֆուտբոլի մասին խոսեն, թույլ տվեք, որ ֆուտբոլ կանեն մարդիկ, որոնք որ իրականում շատ շահագրգռված են դրանում։ Այսօր այդ նոր այդ գործկոմի այդ բանը որ կա, այդ նոր անդամը որ կա, վատ որոշում չի, որտեղ այդ նախորդ այդ տեղում տեսանք, որ բավականին հաջողություններ ունի այդ նոր անդամը այդ տվյալ ակումբի տեսանելիության, դիրքավորման առումով Աննա Օհանյանի մասին, ցավոք անազգանունը չէի մտաբերում, բավականին լավ գործ է արել ու ինքը հաստատ օգուտ կտա բանին։ Ես կխնդրեի այդ ղեկավարներից մեկին, որը երեք շատ տեսնում եմ, որ շատ դաղված ինչ-որ բաներից ելնելով խոսում է։ Կարդացել եմ այդ ձեր հին հոդվածները, սուր գրիչ ունեք, շատ այտենց լավ հետագիծ ունեք, հնարավորություններ ունեք ուրիշ ոլորտներում կամ սկսեք ֆուտբոլի քննադատ դարեք, բայց մի կաղապարեք ֆուտբոլը։ Դա ձեր իրավունքի մեջ չի մտնում, դուք իրավունք չունեք դա անելու։ Ընդհանրապես մի սարքեք ձեր սեփականություն հետ։ Մարդիկ կան, որ անհամաձայն են ձեր հետ, անհաշտ են ձեր հետ։
ու ձեր մոտին չեն խոսում մի հղում արեք այդ ինստիտուցիայի վրա, որոնք որ բոլորը միաձայն ձեզ բան են անում։ Ես իրականում ինչի պարոն Հակոբյանի մոտ գնացի հարցազրույցի, տեսա այդ տարեվերջի այդ իրենց ժողովը եւ տեսա, որ ինքը միակն էր, որ ձեռնպահ էր քվեարկում այդ ժողովի ժամանակ, ու ես իրեն երկու խնդրանք ունեի, զանգեցի, ասում եմ, լսեք, ուզում եմ գամ ձեր հետ զրուցեմ, երկրորդն էլ ուզում եմ որպեսի խնդրեմ, որպեսի բանը Միխալկովը մի ֆիլմ ունի, 12-ա կոչվում, ասեցի դիտեք այդ ֆիլմը, չգիտեմ դիտելա թե չէ, բայց ես խնդրանք ունեմ մեր այդ ժողովի անդամներին, դիտեք այդ ֆիլմը, դիտեք ֆիլմեր, որոնք որ այդ միապաղաղության, միաձայնության դեմ են։ Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ իրավիճակը փոխվի, դուք բոլորդ լրիվ ուրիշ կերպ եք քվեարկելու։ Միթե դուք գոհ եք այդ ամեն ինչից ինչ կատարվում է։ Դրա համար շատ բաներ կա անելու։ Իրականում այդ ինչ որ ես ասում եմ, շատ մեծ ցավով եմ ասում ու ամենայն հարգանքով եմ ասում, որովհետև այդ ամեն ինչը իրականում նաև ստվերում է այն հաջողությունները, որ ունենք։ Այդ առումով ես ուզում եմ շնորհավորել մեզ, որ մենք արդեն ունենք ներկայացուցիչ UEFA-ում այդ շատ լուրջ ձեռքբերում է։ Մենք պիտի հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտվել այդ հնարավորությունից ու որը որ ընձեռնվել է։ Ես շատ մեծ սիրով ուզում եմ շնորհավորել մեր այդ ֆուտզալի հավաքականին այդ ձեռքբերման համար։ Իրականում ես այդ առումով էլի իմ սուբյեկտիվ կարծիքը, որովհետև նորից նշեմ այդ օբյեկտիվ կարծիք ձևավորելու դեռ ճանապարհ պիտի անցնենք, ֆուտզալը, մինի ֆուտբոլը շատ կարևոր մի զանգված է, շատ կարևոր մի կետ է, մատրիցա է, այսպես ասած, որը որ կարա կառավարել հենց այդ մասսայական, մանկապատանեկան ֆուտբոլը, ընդհանուր ֆուտբոլի։ Համաշխարհային շատ ֆուտբոլիստներ հենց ֆուտզալով են սկսել իրենց։ Բոլոր ֆուտբոլիստները ֆուտզալ մի անվան է, այդ մեր բակերում որ խաղում ենք, մենք երբեք 11-11 հետ չենք խաղում։ Իրականում ֆուտզալ են։ 3-ը 3-ի հետ, 4-ը 4-ի հետ եւ այդ կողակցությունը այդտեղից է եկել։ Ու շատ լավ է, որ ուշադրություն է դարձվում այս ոլորտին, ու շատ ավելի համակարգված պիտի լինի, շատ ավելի ճյուղավորված պիտի լինի, պիտի մտնենք։ Եվ շատ բաներ կանելու, թե այդ հարակից ոլորտներում։ Նույն այս ձեր ճկնաղ ձեռնարկությունը, որտեղ որ ես հիմա հյուր եմ, որը որ բավականին որակով բովանդակությունա կոնտենտ է արտադրում, շատ բաներ նաև դուք ունեք անելու։ Տեսեք, որպեսզի չկաղապարվեք հենց սպորտի, ֆուտբոլի մեջ։ Այսօր մեր կինոյի եւ թատրոնի ինստիտուտը շատ առաջադեմ տենց կառավարում ունի, շատ լավ ղեկավար ունի։ Ես ձեզ կխնդրեի, որպեսզի օրինակ դուք համատեղ իրենց հետ վարպետաց դասեր բացեք իրենց պլաշատկայի վրա, որպեսզի ձեր մեկնաբանները գնան ու այդ դերասանական արվեստի այդ խոսքը սովորեն, որովհետեւ լավագույն այդ մեկնաբանները իրենք նաեւ ժողովրդական դերասաններ են եղել ու Տիկին Նալբանդյանին երևի չեմ շփոթում, պիտի խնդրեմ, որ նույն մեր սիրելի Սուրենին Բաղդասարյան հրավիրի են մեր են մեծերին, որոնք որ կարող են նույն այդ ապագա դերասաններին այդ վարպետաց դասերը տան, մեկ էլ տեսար այդ դերասանների մեջից ինչ որ ֆուտբոլ սերը առաջացավ, որոնք որ կգան դեպի ֆուտբոլ, որտեղ ես իմ սերը նաև ձևավորվել է հենց նույն Սուրեն Աբրահամյանի միջոցով եւ այն մյուսների, որոնք որ այդ ժամանակ մեզ հրամցրել են այդ ֆուտբոլը։ Այդ առումով էլի շատ բաներ ունենք անելու, որ պետքա սիրով եւ մեկը այդ ոլորտները պիտի մխրճվեն մեկի մեջ։ Կինո գետները, կինո նայողները պիտի կինոներ ցույց տան ֆուտբոլիստներին, ֆուտբոլիստները պիտի գնան կինոյի գործիչների հետ խաղան, ճարտարապետները պիտի խաղան, բոլորը մեկը մյուսի հետ, բանակը պիտի ֆուտբոլ խաղա մեկը մյուսի հետ, ամբողջ բանակը առաջնություն պիտի ունենա։ Ես մեր սիրելի այդ հերավոր գյուղերի երեխեքին եւ իրենց ծնողներին եմ խնդրում, դուրս եկեք, ձեզ ֆուտբոլ խաղալու համար մենք ոչ մեկս պետք չենք, գնդակա պետք գնել, աչ ու ձախ նայել, ձեր այդ հանդերն ու չոլերը լրիվ կանաչ դաշտեր են, խաղացեք հարևանը հարևանի հետ, թաղը թաղի հետ, դասարանը դասարանի հետ, դպրոցը դպրոցի հետ, գյուղը գյուղի հետ, այսինքն դուք ոչ մի կառավարելու բան չունեք, մենք կարող ենք ձեր հետևից հասցնել, կարող ենք ձեզ օգնել, սիրով կանենք դա, ժամերով կարող ենք խոսել այս առումով, բայց մի կաղապարեք ֆուտբոլը, բացեք ֆուտբոլը ու կտեսնեք ինչքան մեծ հրաշքներ կկատարվեն այդ ֆուտբոլում։
Եկեք վերջում մի փոքր էլ համաշխարհային ֆուտբոլից խոսենք, դուք Բարսելոնայի երկրպագու եք ու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղերը տեղի ունեցան, որպես ավելի թեթև ամփոփում մեր զրույցին ձեր գնահատականը Չեմպիոնների լիգայի խաղերի վերաբերյալ։ Դե ես մտածում եմ, որ Մեսսիից հետո էլ երբեք չեմ երկրպագելու այդ թիմը, որովհետև իրականում ու այսօրվա Բարսելոնան ինքը ինչ որ մի ամբիցիաներ ա դրել իր առաջ։ Ես համոզված եմ, որ 3 մրցանակներ շահելու են, բայց այդ չի կարևորը։ Հայկական ֆուտբոլի նման իրենք շատ ավելի շռայլ հաջողություններ ա իրենց սպասում, այս մոտակա տասնամյակը, ու ես հաջողություն եմ մաղթում։ Ընդհանրապես բոլոր ֆուտբոլասերներին ես պատկերացնում թե ինչ բան է, երբ որ ֆուտբոլասերները մարզադաշտում եւ մարզադաշտից դուրս էկրանների առաջ իմ համար այդ ֆուտբոլ դիտումը մի առանձին տենց այսպես ասած ռիտուալ է, բայց ես մի բան ասեմ Բարսելոնայի հետ կապված։ Տեսեք, խոսում եք, որ ֆուտբոլի կառավարումը կամ ֆուտբոլի պիտի ֆուտբոլին մոտ մարդ լինի, ֆուտբոլային մարդ լինի, եթե ես ավելի մեծ հանցանքի մեջ ձեզ կարող եմ խոստովանել, որ եթե ինձ հարցնեիք մեր այս վերջի խաղերի հավաքականի մեր տղաների պահեստայիններով ներառյալ բոլորի ազգանունները տամ, երևի կշփոթվեմ ու եթե նայում եք այդ ճկնաղ թիմի այսօր կազմակերպիչին շատ ոչ այսպես ասած ուտվող իր կերպարով Լապորտային նկատի ունեմ TV-ով շատ ցույց չեն տալիս, բայց եթե մարզադաշտում ես լինում, խաղի կեսը ինքը հերախոսի մեջ է։ Ինքը ընդհանրապես խաղի հետ կապված բան չունի։ Ես ասացի մի անգամ էլ կրկնեմ, որ լավագույն երգիչների աշխարհի պրոդյուսերները բաղաձայն են եւ երգի գիտակ չեն։ Դրա համար անպայման չի ֆուտբոլի գիտակ լինել, որպեսզի ֆուտբոլի կառավարման մեջ հաջողել։ Այսպես։ Շնորհակալ եմ, պարոն Աղաջանյան։ Ես եմ շնորհակալ։ Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում էր Դարշ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը։ Լավն է էլի մեր ֆուտբոլը։